Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, ձեզ հիշեցնում եմ, որ միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Այս պահին կինետիկա հաղորդումն ենք սկսում, մեր տաղավարում երկու հետաքրքիր հյուր ունեմ, Մարինա եւ Մելինե Ղազարյանները մամ կրթական հարթակի համահիմնադիրներն են նրանք, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք երկուսով եք եկել եւ եկել եք ժամանակ եք գտելու այսօր այս տաղավարում եք։ Մենք բարձեցինք, որ մամ հարթակի մասին առիթ եղել է այս տաղավարում մեկ անգամ զրուցել, բայց դա վաղուց է եղել ու տարիների ընթացքում նոր փորձ, հմտություններ ու նորություններ կուտակված կլինեն։ Մինչև այդ ամենի մասին զրուցելը նախ կուզեմ մեր նոր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար մի փոքր ներկայացնեք, թե ինչի մասին է մամ հարթակը, հետո արդեն դետալ առ դետալ փորձենք փակագծերը բացել։ Խնդրեմ։ Շատ լավ, սիրով իհարկե, որովհետև վերջին անգամ ձեր տաղավարում եղել ենք 2021 թվականին, բավականին երկար ժամանակ է անցել ու ահագին բան է փոխվել այս ընթացքում։ Ներկայացնեմ, որ մամա դա Սփյուռքին միտված կրթական ծրագիր է եւ մենք դասավանդում ենք Հայաստանից աշխարհով մեկ հայոց լեզու, պատմություն, մշակույթ եւ ստեղծվել ենք որպես Սփյուռքի օգնելու, այսպես Հայաստանից Սփյուռք մեր կրթությունը, մեր լեզուն, մեր պատմությունը, մեր մշակույթը տարածելու նախագիծ։ Այս ընթացքում արդեն ավելի քան 30 երկրներից ունենք ուսանողներ, շատ տարբեր նախագծեր ենք իրականացնում, բայց ամենակարևորը մեր ֆորմատի մասին կուզենայի խոսել, որ սա ուղղակի on-line դպրոց չէ։ Մենք ֆիզիկապես գործող դպրոց ենք, փոքր smart լսարաններ ունենք, դասավանդում ենք Harvard-ի on-line դասավանդման մեթոդիկայով, երբ ուսուցչի դասավանդումը մոտեցված է մաքսիմալ արկա դասը վարելու տրամաբանությամբ։ Ինքը տեսնում է մեծ էկրանների վրա երեխաներին, ինքը շարժվում է, հետևում գործում է smart գրատախտակ, face detection կամերա է աշխատում, այսինքն իր ամբողջ շարժումները եւ երևում են երեխաները։ Իմիտացիա է ստեղծում, թե իրականության։ Այո, այսինքն իրական լսարանի այսպես էֆեկտ ենք փորձել ստանալ, ինչպես նաեւ մեզ մոտ խմբային են դասերը, որպեսզի երեխաները տարբեր երկրներից իրար գտնեն եւ իրար ճանաչեն եւ միասին հետաքրքիր սովորեն։ Ֆորմատը այդպեսին է եղել ի սկզբանե, բայց հիմա շատ ենք մեծացել եւ նոր ծրագրեր ենք իրականացնում եւ վստահ եմ այսօր նաեւ այդ մասին էլ կխոսենք։ Այ ինչպես որոշում կայացրեցիք, որ պիտի այս հարթակը ստեղծվի ու մամ հապավումը կբացեք մեզ համար։ Շատ լավ հարց եք տալիս, միշտ լսում ենք, մենք ունենք երրորդ գործընկեր Աիդան ու բոլորին թվում են դասական հայկական տարբերակով, բայց իրականում դա համընկնում էր, այսպես ասած, պատմեմ սկզբից, գաղափարը ծնվել է պատերազմից հետո, մենք ինքներս սփյուռքահայեր ենք, ծնվել ենք Հայաստանում, բայց դասական սովետական ժամանակաշրջանում, երբ որ հաճախ գնում էին բոլորը Ռուսաստան, Հայաստան, այս ճանապարհներին, մենք երկար տարիներ Ռուսաստանում ենք ապրել եւ հայերենի ուսուցման այդ հայերենը պահպանելու հենց տանը խոսելու լեզվի այդ խնդրի հետ առնչվել ենք ինքներս հենց այն քաղաքում որտեղ որ մենք ապրել ենք հայկական դպրոց չկար եւ մեր հայերենի այսպես ասած պահպանման հենց գրավականը եղել է մեր տան կանոնները պապայիս կողմից սահմանված որ մենք տանը խոսում ենք բացառապես հայերեն Ռուսաստանը ինքը իրենով տենց շատ իմպերիալիստական երկիր է այնտեղ շատ արագ են անցնում ռուսերենի ու հայերենը մոռացվում է պատերազմի օրերին շատ էինք ստանում դրսից sense հարցադրումներ որ անհասկանալի է ինչ է տեղի ունենում ինչի շուրջ այս պատերազմը շատ աղմուկ աղաղակ է ընդհանուր հարթակներում եղբայրս զանգահարեց մենք 4-ն ենք ընտանիքում 3-ս Հայաստանում ենք եղբայրս դեռ Մոսկվայում է սովորում զանգահարեց ես ինձ խնդրում եմ գրքեր ուղարկեք պատմության ես ուզում եմ հենց գրքերից կարդամ հասկանամ այս պատերազմը ինչի մասին է հա
ու այստեղ հարց առաջացա, որ դու շատ լավ խոսում ես, բայց դու գրել կարդալ չգիտես, ոնց ես հայերենի գրքեր կարդալու։ Ու սենց սկսեցինք ինչ որ հետազոտություններ անել, ինչ հարթակներ կան առհասարակ, որ մարդը ուզում է հայերեն սովորել, ոնց են դա անում on-line դիրույթում մասնավորապես ու տենց մայնայի գաղափարներ գուցե մեզ պետք է այս ուղղությամբ աշխատել մենք երկիր ենք որ ունի մեծ սփյուռք եւ հետաքրքիր է մենք ինչ աշխատանքներ ենք տանում այս առումով գիտենք որ կան հենց սփյուռքում տեղային դպրոցներ եւ այլն բայց իմաստը նրանում էր որ շատ համայնքներում չկան դպրոցներ եւ ոնց են այդ մարդիկ հասենց մեկը մեր քաղաքի օրինակով հա Տարբերում է չեն դեպքում Հայաստանից են սովորեցնում, թե հենց այլ երկրում տեղում են սովորեցնում։ Իրականում մենք որ ուսումնասիրեցինք ոլորտը, նաև հասկացանք, որ ունենալով բավականին մեծ սփյուռք, մենք չունենք մշակված ծրագրեր, հենց սփյուռքի կրթությանն ուղղված, ինչը բավականին տենց զարմանալի էր իրականում եւ շատ մեծ բաց է, քանի որ սփյուռքում ապրող երեխան չի կարող սովորել նույն մոտեցմամբ եւ նույն ուսումնական նյութերով, որով որ սովորում են Հայաստանյան իրականությունում, քանի որ լեզվի միջավայրը տարբեր է եւ իրենց համար 90% դեպքերում հայերենը օտար լեզու է։ Այսինքն պիտի դասավանդվի միջնորդ լեզվով եւ զուգահեռներ տանելով եւ շատ ավելի թեթև տարբերվող ծրագրով։ Ու այսպես ծնվեց գաղափարը ու սկսեցինք այդ ուղղությամբ աշխատել եւ առաջին բանը որ արեցինք այդ ընդհանուր ոնց որ նախագծի բրենդավորումներ, այսինքն մենք ինչ ասելիքով ենք մտնում շուկա, ինչ ենք ուզում մարդկանցից ու ինչ ենք առաջարկում, տարբեր կային կենտրոններ, ինչ որ մասնավոր ուսուցիչներ, ովքեր որ պարապում էին, այսինքն ինչն էր մեր տարբերությունը եւ այն ինչ որ մենք առաջարկում ենք ու մամի հիմքում անկած է մամը դա մայրիկ բառի հապավումն է, այսինքն լեզուն այն ամեն ինչը կարևոր ինչ որ երեխային տալիս են կյանքում որ դու ստանում ես առաջինը ստանում ես մամայից եւ նաեւ հայկական իրականության մեջ մայրը ասենց շատ առանցքային կերպար է մենք ասում ենք մայր Հայաստան այո մայրենի լեզու նո այսպես ոնց որ առանցքում վերցնելով հենց մոր այդ առաքելությունը այսպես կանգնեցինք այդ անվանման վրա շատ կարեւոր է որ նաեւ միջազգային բառ է ինքը համարվում եւ ընկալելի նաեւ այդ տեսանկյունից այո մեր գործընկերներն էին միշտ ասում որ այդ բառը չի կարող անտարբեր թողնել սփյուռքում ցանկացած հայ, հա, որովհետեւ ինչքան էլ երկար այնտեղ ապրեն, միևնույնն է, ոնց այդ բառը ոչ մի այլ բառի հետ չես էլ շփոթի ու այդ ջերմացնող զգացողությունը անգամ անվանման մեջ ինքը տալիս է։ Այդտեղ իրականում շատ կոմպոնենտներ կային, բացի մայնայի ներկայացրած ձևաչափից, որ on-line-ը իրականում շատ բարդ է on-line հարթակում արդյունավետ դասավանդում իրականացնել։ Նաև դա էր պատճառը, որ մենք ընտրեցինք այնպիսի ձևաչափ, որպեսզի չլինի, որ ուսուցիչը նստած է էկրանի առաջ եւ կորում է այդ կապը ազատ տեղաշարժվելու այդ հնարավորությունը ու դրանից ելնելով հենց այդ 20 թվականին ունեցել ենք այդ ինչ որ հիմքում եղել է թաքնված այո ջրի երեսա դուրս եք այսպես ասած ու բացի ձևաչափից նաև մեթոդաբանությունն է շատ կարևոր ինչպես նշեցի չունենք հստակ գրված մեթոդաբանություն հենց Սփյուռքի կրթության ուղղված եւ մենք սկսեցինք փնտրել մասնագետներ ովքեր որ պատրաստ կլինեին մեզ հետ մեր մտքերով նաև իրենց փորձառությունից ելնելով եւ միջազգային փորձը հաշվի առնելով հա լեզուն որպես օտար լեզու դասավանդելու փորձը հաշվի առնելով երեխաների նախասիրությունները 21-րդ դարի երեխաների հետաքրքրությունները նաև մոտիվացման հա ինչի պետք է իրենք սովորեն հայերեն այս շեշտադրումները ինչպես դնելու այդ մոտեցումները հավաքեցինք թիմ մեթոդական բավականին մեծ որտեղ կան եւ մեթոդիստներ եւ դասվարներ եւ լեզվաբաններ պատմաբան հոգեբաններ կրթության դիզայներներ անպայման որպեսզի այդ ամեն ինչը գեղեցիկ վիզուալիզացվի ու լծվեցինք գործի հիմնական տարբերություններից կուզեմ պատմեք, թե սովորական հայաստանյան դպրոցներից ինչով է ձեր կրթական հաստատությունը տարբերվում եւ մասնագետներին ընտրելիս առաջնահերթ ինչն եք հաշվի առել, որովհետեւ այլ բան է Հայաստանում ապրող երեխայի հետ դասապրոցես իրականացնել, այլ բան է երբ դրսում են ապրում ու ինչպես ասում են, երբ այդ կնոպկան անջատվեց, գնում են ապրում են իրենց կյանքով, ոնց անել, որ հայերենը շարունակի այդ կապի ընդհատումից հետո
ուղեկցել։ Ճիշտ եք, իրականում ամբողջ խնդիրը հենց այդտեղ է, որ շատ ժամանակ Սփյուռքում կիրակնորյա դպրոցներում, մեկօրյա դպրոցներում դասավանդում են նույն գրքերով եւ նյութերով, որը որ այստեղ հանրակրթական դպրոցներում են օգտագործվում։ Տեսեք, այստեղ խնդիր կա, որովհետեւ այն երեխաները ովքեր որ ապրում են եւ սովորում են իրենց երկրում, իրենց դպրոցներում, ֆրանսիական, անգլիական, ռուսական եւ այլն, իրենք կտրված են հայկական իրականությունից եւ իրենց խորքային հայոց լեզու սովորեցնելը իր բոլոր ուղղագրական, քերականական նրբություններով բավականին բարդ բան է ստացվում եւ երեխան չի հասկանում իրեն ինչի է դա պետք։ Այսինքն մեր նպատակը, երբ որ մենք ստեղծում ենք մամա, որպես Սփյուռքի ներկայացուցիչ նաև, այսպես հետապնդում ենք հետևյալ նպատակը, որ տանք այնպիսի գիտելիք լեզվի միջոցով, լեզուն որպես գործիք, որպեսզի երեխաները Սփյուռքում մեծացող կապվեն Հայաստանի հետ, սիրեն Հայաստանը, իրենց ոչ միայն լեզվական գիտելիք փոխանցել, հա, այլ նաև երկրի մասին տեղեկատվություն, պատմության, այո, մեր արժեհամակարգի, մեր կարևորագույն իրադարձությունների մեր երկրի, այսինքն տողատակերում է դրվում դա հագնված առաքելությունն է, այսպես ասած, ավելի շատ այս դասերի միջոցով սովորեցնել, սիրել, նախ ճանաչել իրենց որպես հայ, հա, ինչու է առանձնահատկությունը, ինչով են իրենք տարբերվում մնացածներից։ Մենք անդադ խոսում ենք, այնց մեծ ժառանգության կրող ենք, հին երկար պատմություն ունենք եւ այլն, բայց դա այնց շատ ընդհանրացրած երևույթ է, այսինքն իրենք պետք է ճանաչեն, նույնականացնեն իրենց այդ արատմատների հետ ու սիրեն Հայաստանը։ Ոնց որ այս ամեն ինչի հիմքում եւ կարելի ասել թաքնված առաքելությունը իրականում այդքան էլ լեզուն սովորեցնելը չի, որքան հա դե բնական է լեզուն միջոց է, այո, եւ դա պետք է անենք յուրահատուկ ձևով, երեխան պետք է սիրի այդ միջավայրը եւ մթնոլորտը, որտեղ որ ինքը սովորում է, եւ այդտեղ կարեւոր է ոչ միայն նյութը, որը որ մենք տրամադրում ենք, որի վրա բազում մասնագետներ են աշխատում, որպեսզի ինքը լինի գրավիչ 21-րդ դարի երեխայի վիզուալ ճաշակին համապատասխան, որովհետև մենք ապրում ենք TikTok-ի, Instagram-ի, Snapchat-ի դարում, երբ որ ինքը ուշադրություն գրավելը շատ բարդ է։ Այո, եւ պահելն է շատ բարդ։ Այստեղ նաեւ շատ կարեւոր են մասնագետները, ինչպես նշեցիք, մենք շատ մեծ ու բարդ խնդրի առաջ ենք կանգնած, որովհետև մենք այսօր մեծ դժվարությամբ ենք ընտրում մասնագետների, ովքեր կարող են ունեն այդ հմտությունները on-line դասավանդման եւ առհասարակ ունեն մանկավարժական այն հմտությունները, որ օտարազգի երեխաների հետ աշխատեն, կարևորելով այն առաքելությունը, որը մենք ունենք։ Այսինքն այդ սերը, ջերմությունը, այդ ակտիվությունը, ինչ որտեղ նաև արևմտյան ոճի դասավանդման, հա, այդ հմտությունները, որը որ մենք փորձում ենք իրենց փոխանցել ամեն դեպքում, ընտրում ենք շատ բարդ, կարող ենք 200-ից ավելի ինտերվյու անել եւ ընտրել ընդհանրապես 2-3 մասնագետի։ Այստեղ նաեւ միջնորդ լեզվի իմացությունն ենք շատ կարեւորում, որովհետեւ շատ երեխաներ ունենք, որոնք որ չեն խոսում բացառապես հայերեն եւ մենք 0-ից իրենց սովորեցնում ենք օգտագործելով միջնորդ լեզու եւ խոսքը միայն երեխաների մասին չէ, մեզ մոտ նաեւ մեծեր են սովորում, օտարերկրացիներ են սովորում, այսինքն միջնորդ լեզվի իմացությունը շատ կարևոր բաղադրիչ է մեր պարագայում։ Կան շատ հայրենադարձներ այսօր Հայաստանում ապրող, կարող են իրենք դիմել, եթե ցանկություն ունենան լեզուն սովորելու, բացեք իրենց համար։ Իհարկե, բոլորի համար բացենք։ Այո, երևի թե մեր ռեսուրսների տեսանկյունից սահմանափակումը նաև նրանում է, որ դպրոցից են դասավանդում, այսինքն օրինակ մարզերից վստահ եմ կան հաստատ լավ մասնագետներ, բայց Երևան հասնել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերի բարդ է, մենք այս առումով շատ ենք ունենում քննարկումներ, գուցե մարզերում էլ պետք է գրասենյակներ ունենալ, մենք Արցախի շրջափակումից առաջ մտածում ենք, որ Արցախում ունենանք, այնտեղ գնացինք անգամ մոնիթորինգ արեցինք, ինտերնետի խնդիր կար այդ օրերին, բայց այնտեղ կան շատ լավ մասնագետներ, նաև ռուսերենի տիրապետող, իսկ մենք այդ ընթացքում ունեինք բավականին մեծ հոսք նաև այս Ռուսաստանի պատերազմով պայմանավորված ու այդ թիրախի հետ աշխատելու շատ լավ հնարավորություններ երկուստեք, բայց այո, նաև եւ միջնորդ լեզվի տիրապետող
տիրապետել է եւ ինչու՞ չէ նաեւ տարիքային ուսուցիչների, հա, դա էլ է խնդիր։ Մենք տեխնիկայի հետ ենք աշխատում, իրենք վախենում են, շատ հաճախ ենք կարող շատ լավ մասնագետ լինել, բայց այդ տեխնիկան, որ ինքը վաղ առավոտյան պետք է գա գրասենյակ, մենք ժամը 5-ից մինչև ուշ ժամ 1-2-ը դասավանդում ենք ու գրասենյակում այդ ժամանակ ոչ ոք չկա ադմինիստրատիվ հատվածում եւ իրենք ինքնուրույն պետք է գան, թեպետ ամեն ինչը բավականին տենց մեր տեսանկյունից հեշտացված է, բայց մարդը որ տեխնիկայից տենց հմուտ օգտագործող չի, իրենց համար խնդիր է առաջացնում նրա համար բարդ է։ Հա, թեպետ ամեն ինչը շատ հեշտացված, ամեն ինչը տենց մի ոնց որ մենք ենք ասում մի քլիկով միացնող, բայց իրենք ոնց որ ինչ որ կերպ ամեն դեպքում այդ հեշտության մեջ են, ինչ որ բարդություն է։ Հա, ու այստեղ նաև երեխաների խնդիրն էլ կա, իրենք շատ կմահաճ են հիմա եւ ավելի հավեսով են սովորում, երբ երիտասարդ ուսուցչի հետ գործ ունեն։ Նենց հետաքրքիր է, ցավով եմ նշում, որովհետեւ մենք ունենք իսկապես շատ հմուտ մանկավարժներ, ուսուցիչներ, ովքեր տարիների փորձ ունեն եւ երեխաներին այդ ջերմությունը ամեն ինչը կարողանում են փոխանցել, բայց չեն վերցնում։ Իրենք ոնց որ դրսում ապրած երեխաները շատ տարբերվում են մեր տեղացի երեխաներից, ունեն տենց ջեր կապրիզներ, այնտեղ նաեւ ծնողներն են մի փոքր շատ ավելի լիբերալ երեխաների դաստիարակության մեջ, դրա համար տենց շատ տարբեր բարդություններով, բայց ստացվում անդրադառնում։ Իսկ այն ձեր հարցին թե ինչպես անել, որ երեխան բացի այդ 1 ժամ հետո չմոռանա հայրենը եւ շարունակի լինել հայրենի մեջ, այստեղ ամենակարևոր դերը լեզվի պահպանման մեջ իրականում ընտանիքից է գալիս։ Եթե ընտանիքը որոշում է, որ երեխան պետք է լեզվի մեջ մեծանա, ես հասկանում եմ, որ շատ բարդ է, երբ որ դու ապրում ես այլ միջավայրում եւ ամենօրյա աշխատանքային եւ ուսուցողական շրջապատդ այլ օտար լեզու է օգտագործում եւ տանը ակամայից դու անցնում ես, մենք դրա միջով անցել ենք։ Մենք գալիս ենք տուն եւ տանը սկսում ենք ռուսերեն խոսել եւ դա նորմալ էր, որովհետեւ ամբողջ օրը դու այդ լեզվի մեջ ես, բայց երբ որ հասնում ենք տուն, մենք գիտենք, որ տանը արգելված է, մենք չենք կարող մի բան։ Ամեն դեպքում հաղթահարել, այո, իհարկե դա ջանք է։ Ասածս այն է, որ ծնողները պետք է աշխատեն այս ուղղությամբ 1 ժամ կամ 2 ժամ շաբաթվա մեջ բավական չէ, որպեսզի երեխան լեզու սովորի, ցանկացած լեզու, հայերենից այլ օտար լեզուներն էլ իրենք պահանջում են աշխատանք, իսկ հայերեն ավելի հեշտ է սովորել իրենց համար, որովհետև եթե տանը մեկը խոսում է եւ անընդհատ կարող են պահել լեզվի մեջ, շատ երեխայի համար ավելի մատչելի եւ դյուրին է դառնում այդ լեզուն։ Հակառակ դեպքում, ինչքան էլ մենք ջանք տնենք, ինչքան էլ մենք սիրով սովորեցնենք, ինչքան էլ մենք փորձենք երեխային լեզուն, հա, իրենը դարձնել, դա չի լինում, եթե տանը չեն խոսում, եթե տանը աշխատանք չի տարվում, այնպես որ այո, սա ծնողների որոշում է։ Այս Սփյուռքի հետ այդ կապը պահելը շատ կարևոր է, բայց ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում դուք նաև այդ կապը պահելով փորձում եք ձգել այնպես անել, որ վերջում դա վերածվի հայրենադարձության։ Ցանկալի կլինի։ Եվ փորձ օրինակներ ունեք։ Այո, դա ենք քննարկում մի քանի օր առաջ։ Այնքան հետաքրքիր է, մենք այդ երեխաների հետ որ աշխատում ենք, մենք այս պահին ունենք երևի մոտ 200 ուսանող, մի ժամանակ որ իրենք քիչ էին, գրեթե բոլորին ճանաչում էինք, ում ընտանիքում նոր բալիկ ծնվեց, ով դպրոց գնաց եւ այլն։ Հիմա մի քիչ շատացել են, դա դժվարանում է, բայց նախորդ օրը թիմի հետ տենց հանդիպում ունեինք եւ քննարկում ենք ով է շարունակում, ով չի շարունակում, դադարել է, ուտպես 5 բալիկ ունենք, որ Հայաստան են տեղափոխվել, ոնց որ իրենք անցել են ուսուցանման առաջի փուլը մեզ մոտ, դրանից հետո արդեն եկել են Հայաստան սովորելու ու ապրելու, արդեն մենք այտենց մտածում ենք, որ ինչ-որ կերպ մենք էլ ենք դրան խթան հանդիսացել, որովհետև շատ հաճախ են ծնողները մտածում, արդյոք երեխան, որ ծնվել է այլ միջավայրում, որքանով կկարողանա հայաստանյան իրականությունում հարմարվել եւ այլն, որովհետև իսկապես շատ կտրուկ է տարբերվում եւ միջավայրը եւ կրթական հանրակրթական մասնավորապես, հա, ոլորտը եւ այլն, ամեն դեպքում 5 բալիկ ունենք վերջին տվյալներով, որ մեզ մոտ սովորելուց հետո հիմա լավ ցուցանիշ է կարծում իրականում, հա։ Եթե 5-5-ով այդպես ավելանը շատ լավ կլինի։ Մենք ամեն դեպքում ամեն ինչ անում ենք, որ երեխաների միջոցով ծնողներին նաեւ հասցնենք, որովհետեւ ի վերջո ծնողների որոշումն է Հայաստանում։ Այ Սփյուռքի հետ այդ համագործակցությունը, այդ կապերը ստեղծելը անձամբ ընտանիքների հետ եք դուք աշխատում, թե կան այնտեղ կազմակերպություններ կամ
համայնքները, ովքեր ավելի ակտիվ են ներգրավված այդ հարցերում, փորձում եք իրենց հետ աշխատանքները տանել։ Տեսեք, իրականում սկզբում մենք բնականաբար թիրախավորում ենք հայերի անհատների, թեպետ մենք հասկանում ենք, որ պարտադիր պետք է նաև աշխատել համայնքների հետ, որպեսզի ավելի լայն շրջանակներին հասանելի լինի տեղեկատվությունը մեր մասին, եւ այդ առումով մեզ բավականին լավ աջակցում էր եւ շարունակում է աջակցել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, առաջին այսպես շփումները համայնքների հետ իրենց շնորհիվ էր ու նաև տարբեր կազմակերպող ֆորումների եւ նմանատիպ միջոցառումների շնորհիվ հիմա քանի որ արդեն բավականին երկար ժամանակ է աշխատում ենք շուկայում մեծ շրջանակներ են ձևավորվել համայնքների հետ աշխատանքի եւ նաեւ դպրոցների հետ աշխատանքի շատ տարբեր նախագծեր են իրականացնում օրինակ մեր սիրելի Նիժնի Նովգորոդ քաղաքի համայնքի հետ անում ենք կրթաթոշակային ծրագրեր կրթական բաղադրիչը մենք ենք անում երիտասարդների համար արդեն 4-րդ տարին այս տարի որոշակի կապի խնդիրներ ունեն իրենք երկրում, բայց հաջորդ տարի նույնպես շարունակելու ենք ու գնալով տարեցտարի ավելի խորանում ենք։ Իրանք մեր օրինակելի համայնքներից են, մենք միշտ իրենց մասին կիսում պատմում ենք։ Դրան զուգահեռ նաև մենք, քանի որ տեսնում ենք, որ on-line տիրույթում live դասավանդելը կարող է բերել մեզ լավ, այսպես մաքսիմալ ենթադրենք, հա, օրինակ 1000 երեխա, որովհետև այնտեղ ամեն դեպքում խմբավորում ենք, ամեն դեպքում փորձում ենք նույն նմանատիպ մակարդակի լեզվի իմացության տարիքի երեխաների խմբավորել, մենք հասկանում ենք, որ մենք ունենք դրսում 7-ից 9 միլիոն հայ եւ ունենք խնդիրներ դպրոցական համայնքներում լեզվի դասավանդման, որովհետեւ անում ենք վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների համար, վեբինարներ եւ այլն, եւ այդ ազդակները անսահման մեզ գալիս էին ու հիմա նաեւ տալիս ենք ծրագրեր, այսինքն մշակում ենք ծրագրեր Սփյուռքի դպրոցների կրթական ծրագրերի օժանդակման, արդիականացման, որովհետեւ Այնտեղ տեսեք իրենք դասավանդում են մեր գրքերով Հայաստանի դպրոցների, իսկ մենք հասկանում ենք, որ այդ մոտեցմամբ, այդ ձևաչափով երեխաներին դժվար է սովորել, իրենք դժվարանում են այդ նյութը յուրացնել, իրենց հետաքրքիր չի այդ գրքերով սովորեցնելը եւ մենք հիմա հատուկ ծրագրեր ենք մշակել, որը որ այս տարի պիլոտային շրջանառում ենք որոշ դպրոցների հետ, բայց տեսնում ենք, որ արդեն հետաքրքիր արդյունքներ ունենք։ Որ պատկերացնեք ինքը ամբողջությամբ բովանդակային պատրաստի նյութ է, A կետից մինչև B կետ, իր կառուցվածքով, պրեզենտացիոն նյութով, ուղեկցող վիդեո թյութերինգներով, ամբողջը փաթեթը պատրաստ է, որպեսզի ուսուցիչը անգամ լինելով ոչ մասնագետ, ոչ ուսուցիչ, պարզապես լեզվակիր, որովհետև Սփյուռքում այդ խնդիրը կա, կարող է հանգիստ դասավանդել։ Կրթության նախարարության հետ համագործակցություն կա։ Մենք շփումներ ունեցել ենք բազմիցս, քանի որ ոլորտի հետ ամեն դեպքում առնչվում է, բայց հաշվի առնելով երևի մեր ներքին կրթական, այսպես ասած, մարտահրավերները հիմա Սփյուռքի կրթությունը առաջնահերթություն չի։ Մենք չունենք այդտեղ որևէ առանձնահատուկ ինչ-որ մոտեցում, արդիականացման, Սփյուռքը ավելի շատ ինքնակազմակերպվում է այս հարցում։ Կրթության նախարարությունը կազմակերպում է Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում ամեն տարի անում են, բայց որքանով է դա արդյունավետ եւ ինչքանով է դա փոխում կրթական միջավայրը, կդժվարանամ ասել, հաշվի առնելով, որ մենք բազմաթիվ հարցումներ ենք ստանում, այնքան հետաքրքիր է մեր սաներից անգամ համայնքներին տալիս են ազդակներ, ոնց որ ծնողները, որ մեր երեխաները Հայաստանից sense ծրագրով սովորում են, գուցե դպրոցը ձեռք բերի այդ ծրագիրը, որպեսզի այդ հետաքրքիր ծրագրով դուք կարողանաք այստեղ մեր երեխաներին դասավանդել։ Իրականում մենք միշտ սա շեշտում ենք, մենք համայնքների դպրոցների հետ մրցակիցներ չենք։ Մենք մշտապես անգամ մեր սաներին խթանում
ցանկանում ենք, որպեսզի իրենք եթե ունեն հնարավորություն գնան տեղի դպրոցներ, որովհետև օֆլայն շփումը եւ այդ համայնքի ձևավորումը, միավորումը դա շատ ավելի կարեւոր, հետաքրքիր եւ այլ ձև է լիցքավորում եւ հայի պահում այդ երեխաներին, քան մեր 1 ժամ, այսպես ասած, դասը, հա, անհամեմատ ոնց որ կարելի ասել մոտեցումներ են, բայց խնդիրները համայնքներում շատ են ու իրենցից է գալիս այդ ազդակները։ Մենք հիմա կենտրոնացած ենք արևելահայերենի դասավանդման վրա, միշտ մտածում ենք սկզբում մասնավորապես, որ արևմտահայերենը հաշվի առնելով, որ դա դասական սփյուռքն է, իրենք այդտեղ դպրոցներ կան, ավելի կազմակերպված են եւ այդ տեսանկյունից լեզուն շատ ավելի պաշտպանված է, բայց անգամ այդ դպրոցներից մենք ունենք հարցադրումներ, որ արևմտահայերենելով են պետք նաեւ արդիական ժամանակակից գործիքակազմով այդ edutainment ասված բաղադրիչով կրթության հայերենի կրթական նյութեր, որովհետեւ մենք կարողանանք մեր երեխաներին հայ պահենք, որովհետեւ դպրոցներ պարզապես չեն գալիս։ Հիմա երեխաներին առհասարակ ամեն ինչ անելու մոտիվացիայի խնդիր կա, ուր մնաց թե հավելյալ հայերենը սովորելու, հա, եթե դա մանավանդ ոնց որ իրենց սովորած ձևաչափով չի իրականացվում։ Քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, ես ուզում եմ նաև տեղեկացնեք, թե ինչպես կարող են դիմել, կապվել ձեզ հետ, արդյոք կան հատուկ ժամանակահատվածներ, երբ դիմումներ այդ ժամանակ են ընդունվում, այդ մասով էլ ինֆորմացնեք ու զրույցը ամփոփենք։ Մենք ունենք կայք mam.edu.com եւ սոցիալական ցանցերում ներկայացված ենք, բոլոր հարթակներով մեզ կարելի է գտնել։ Մենք ամեն շաբաթ նոր խմբեր ենք ձևավորում, այսինքն չկա ինչ-որ ընդունելության հստակ ժամկետներ, հենց որ հավաքագրվում են համապատասխան տարիքի, ժամային, գոտու, գրաֆիկի մասնակիցներ, մենք խմբերը սկսում ենք, այնպես որ մշտապես կարելի է դիմել, դռները միշտ բաց են։ Այո, դռները միշտ բաց են, սիրով։ Հավելելու բան ունեք դուք, Մարինա ջան։ Ես կուզեմ միայն ասել, որ լեզուն շատ կարևոր է հայ մնալու համար, անկախ նրանից որտեղ եք բնակվում, թող դեր երեխան իմանա մայրենի լեզուն, ճանաչի իր արմատները եւ շարունակի իրեն զգալ հայ, թեկուս եւ դրսում, ինչու ոչ։ Ինչպես մեր ծնողներից մեկը մի անգամ ասեց, ես ուզում եմ, որ իմ երեխաները հայերեն երազներ տեսնեն։ Հրաշալի ասված։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ իմ զրուցակիցներն էին մամ կրթական հարթակի համահիմնադիրները Մարինա Ղազարյանը եւ Մելինե Ղազարյանը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, հաջորդ շաբաթ կրկին կարող եք դիտել եւ լսել Կինետիկա հաղորդումը, կհանդիպենք։